Ցեխը շպրտել են, ջուրը ծեծել են, հիմա էլ մուկ են տշում։ Մուկը տշվում է։ Կարող եք հարցակվել ու քաջալերել Սպայդերմենին։ Մոտավոր այսպես են տշում մյուս քաղաքական գործիչները, բայց նրանց ոչ մեկ չի գրկում ու փաթաթվում։ Առաջինը մուկ տշելու պատիվը Սպայդերմենինն էր, հետո ուրիշներն էլ տշեցին։ Բոլորին դեմ եմ կուսակցությունը խորհրդարանի ընտրության քարոզարշավին մասնակցում է այսպիսի խորհրդանշական ակցիաներով։ Ասում են իրենք ընտրապայքարին մասնակցող ամենաազնիվ ուժն են։ Ի տարբերություն մյուս 18 քաղաքական ուժերի, իրենք մուկը տշում են բառի բուն իմաստով։ Ուզում են ցույց տալ, որ մյուսները կոստյումներ հագած իմիտացիա են անում, թե աշխատում են։ Լուրջ դեմքերով պայքարում են Սերժ Սարգսյանի կոստյումի համար։ Ոչ մեկ մանավանդ Սպայդերմենը պարգևավճար չի ստանալու։ Այսինքն մեր մուկ տշելը ձեր գրպանին վնաս չէ։ Մենք միակ քաղաքական ուժն ենք, որ մուկ տշելու ենք ոչ ձեր հաշվին։ Մնում է դուք դա տեսնեք ու գիտակցեք։ Ինչ անում ենք ձեր համար ենք անում, ժողովուրդ ջան։ Բոլորին դեմ եմ կուսակցություն, Հվյաթերթիկ համար 2։ Կուսակցության վարչապետի թեկնածուն իրավապաշտպան Նինա Կարապետյանցն է։ Մուկ տշելու գործին նա չէր մասնակցում։ Երկար տարիներ ծրագրավորող աշխատած հետո տեխնոլոգիական ստարտափ հիմնադրած Արամ Քոչարյանն ասում է, քաղաքականություն են մտել պատասխանատվություն ստանձնելու։ Չնայած նրան, որ մեր ծնողները ու մեր վերևի սերունդը ու բոլոր քաղաքական ուժերը միշտ մեզ պրոպագանդա են արել, որ քաղաքականությունը դա կեղտոտ բան է, դրան ընդհանրապես կպնել պետք չի, չնայած դրան մենք կարողացել ենք կոտրել դա մեր մեջ ու մտել ենք քաղաքական դաշտ ու պատրաստ ենք պատասխանատվություն վերցնել։ Այս պահին բոլորին դեմ մի ծրագրով ենք պատասխանատվություն վերցնում, հետագայում արդեն ժամանակը ցույց կտա։ Ընտրություններում հաջողելու դեպքում կուսակցությունը խոստանում է 100 օրվա ընթացքում ներմուծել բոլորին դեմ եմ քվյաթերթիկ եւ ընտրողին վերադարձնել բոլոր քաղաքական ուժերին փաթեթով գնահատական տալու հնարավորությունը։ Խորհրդարան անցնելու շեմը դարձնել 1%, որ նոր ուժերը լսելի դառնան, վերացնել խորհրդարանում կայուն մեծամասնության սկզբունքը, հետո կազմակերպելու են նոր արտահերթ ընտրություն։ Բոլորին դեմ եմ կուսակցությունն ասում է, այս քարոզարշավին իրենք ոչինչ չանեն էլ, քաղաքական մյուս ուժերը կաշխատեն իրենց օգտին։ Արդյունքում հնարավոր է նույնիսկ 120%-ով ընտրվեն։ Իսկ ընտրողներն ինչպես վստահ լինեն, որ եթե հաղթեն, մուկ չեն տշելու։ Նախ մենք եթե շատ էլ ուզենանք մուկ տշել, 100 օրվա ծրագիր ունենք, մաքսիմում 100 օր ենք մուկ տշելու, բայց դա չենք անելու։ Հստակ քայլերը ասել ենք, այդ 3 քայլը անելու ենք նորմալ կանոնով, ինչի համար այսպես կոչված հեղափոխությունն է, այդ Սերժի կոստյումը կորցնելու քայլերը անելու ենք, նոր արդար ընտրություններ դնենք, որին շանս են ունենալու մյուս ուժերն են մասնակցել ու տեղ ունենալ, լսելի լինել խորհրդարանում։ Չնայած որ ընտրապայքարում քաղաքական ուժերի մեծ բազմազանություն կա, բոլորին դեմ եմ կուսակցությունը կարծում է 2-3 ուժի կողմից վարչական ու ֆինանսական մեծ ռեսուրսի կիրառման պատճառով մյուս ուժերը խորհրդարան անցնելու շանսից զրկվում են։ Իսկ եթե անգամ նման ռեսուրս կիրառվում է տեխնոլոգիայի այս դարում, արդյոք անհնար է լուրջ գաղափար ունենալու եւ առաջարկելու դեպքում դա հասցնել ընտրողին ու ստանալ նրա ձայնը։ Եթե իրական գաղափարը դժվարությամբ մի օր տեղ կհասնի, բայց մենք պայքարում ենք, որ այդ գաղափարները ոչ թե դժվարությամբ 50 տարում տեղ հասնեն, այլ 100 օրից ու արագ, որովհետև շատ ժամանակ չունենք։ Կառավարության մոտ հավաքված ոստիկաններից մեկը ակցիան սկսվելուց որոշ ժամանակ անց հեռացրեց դարպասը։ Մեր գոլերը գողացան, հայտարարեցին ակցիայի մասնակիցները։ Դրանից հետո մուկը տշում էին առանց դարպասի։ Ավելի ուշ ոստիկանները հեռացրին նաև վարչապետին պաշտպանող կնոջը, որը դժգոհում էր իրականացվող այս ակցիայից։ Բոլորին դեմ եմ կուսակցության տշած մկները մի քանի մետր այսուայն կողմ թռան, իսկ քաղաքական ուղերձները կհասնեն ընտրողին թե ոչ, կերևա հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում։ Աննա Զախարյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։